Իրանի Շահիդ Մոթահարի փողոցն է ինտենսիվ հրթիռակոծությունից հետո։ Մարդիկ այսուայն կողմ են փախչում, հնարավորության դեպքում փողոցներից հեռացնելով հարվածներից զոհված հարազատներին։ Իրանից մեզ ուղարկած այս կադրերում երևում են ավերված բնակելի շենքեր, ջարդուխուրդ եղած մեքենաներ։ Չորրորդ օրն է, շարունակվում է Իրանի դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների սկսած օդային պատերազմը։ Առավոտից հրթիռներ են պայթում Թեհրանում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ շարունակում է ինտենսիվ հարվածները Թեհրանի ուղղությամբ։ Սպահանում իսրայելական Հերմես 900 հետախուզական ԱԹՍ է ոչնչացրել Իրանի հակաօդային պաշտպանությունը։ Իրանի կառավարությունը հրապարակել է տեսանյութ Գոլեստան պալատից, որն ավերվել է ամերիկա-իսրայելական հարվածներից։ Գոլեստանի պալատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում։ Իրանը հայտնում է, որ 650 ամերիկացի զինվոր է վիրավորվել կամ զոհվել իրենց դեմ սկսած ռազմական գործողության ընթացքում։ Ամերիկյան զինուժի կենտրոնական հրամանատարությունը հաստատել է ևս 2-ի մահը։ 6 զինվոր է զոհվել ըստ ամերիկյան կողմի 3 օրվա ընթացքում։ Թրամփը երեկ հայտարարել էր, թե ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են և հորդորել էր իրանցի ժողովրդին տներից դուրս չգալ։ Նա չէր բացառել նաև ցամաքային գործողությունը ու ասել, որ 4-5 շաբաթվա ծրագիր են մշակել, բայց կարող են ավելի երկար պատերազմել։ Առավոտից հզոր պայթյուններ են Պարչինի ռազմաբազայում, որ Թեհրանից 30 կիլոմետր հարավ-արևելք է գտնվում։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։